Բարև ձեզ հարգելի բարեկամներ եւ բարև ձեզ հարգելի ունկնդիրներ։ Երկար դադարից հետո վերադառնում ենք նորից մեր եթերներին։ Շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք եւ շնորհակալություն, որ տարածում եք մեր տեսանյութները։ Աստված ձեզ օրհնի եւ պահապանի։ Անուն Հոր եւ Որդու եւ Հոգուին Սրբո ամեն։ Իմաստություն Հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, բարին խորհել, խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ։ Եվ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից բրգիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Մեծ պահքի ընթացքում այդ բուն բարեկենդանից երբ որ սկսում ենք նախ բուն բարեկենդանը, որ մարդու երջանիկ կյանքի օրերի հիշեցնումն է, որ մարդը ինչքան երջանիկ էր Աստծո հետ, ինչքան խաղաղ էր, ինչքան մեծ շնորհներ ուներ Տիրոջից, ինչու Հիսուս ձիով չեկավ, այլ աղվանակի վրա նստած եկավ։ Գիտեք, որ ձին ինքը պատերազմի խորհրդանիշն է, թե դու ձիով մոտենում ես քաղաքին, նշանակում է դու եկել ես պատերազմել, բայց քանի որ Տերը խաղաղության թագավորն էր, խաղաղության իշխանն էր, ինքը խոնարհությամբ էշի վրա նստած եկավ, օրինակն են, թե մենք ինչպես պետք է, օրինակ երեխաները շատ մաքուր են, շատ ազնիվ են այդ հարաբերությունների մեջ, իրենք երբեք իրենց սրտերի մեջ չարություն, ատելություն չեն պահում, եւ Հիսուսը ասում է, մինչեւ երեխաների պես չլինեք, վեճ անել պետք չի, կարող ենք զրուցել, խոսել, քննարկել, բայց վիճել երբեք չի կարելի։ Այսօր մենք խոսելու ենք Ծաղկազարդի տոնի մասին եւ Հիսուս Քրիստոսի հաղթանակած մուտքի մասին դեպի Երուսաղեմ։ Եվ այսօրվա մեր հյուրն է մեր կողմից շատ սիրված, հարգված Տավուշի թեմի Դիլիջան քաղաքի հոգևոր հովիվ Տեր Շավարժ Քահանա Սիմոնյանը։ Օրհնեցեք Տեր Հայր ջան։ Աստվածօրհն Արթուր ջան։ Ինչպե՞ս եք Տեր Հայր ջան։ Փառք Տիրոջը, փառք։ Պատրաստվում ենք Սուրբ Հարության տոնին, շատ լավ։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Տեր Հայր ջան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ այսօր եւս մեկ անգամ դες գեղեցիկ զրույցը պետք է ունենանք եւ Տիրոջ Հարության տոնին ընթառաջ եւ իհարկե Ծաղկազարդին ընթառաջ ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում, Աստծուն է փառք եմ տալի, որ մենք այսօր կարողանում ենք այս միջոցներով շփվենք իրար հետ եւ զրուցենք մեր ունկնդիրների հետ։ Եվ նաեւ իհարկե ուզում եմ շնորհավորեմ ձեր ծննդյան տոնը։ Ցանկանում եմ ձեզ քաջ առողջություն, երջանկություն, որպեսզի միշտ լինեք մեր թիկունքին, միշտ մեզ խորիմաստ եւ ճշմարիտ ճանապարհով տանեք դեպի մեր Փրկիչը, մեր Հիսուս Քրիստոսը։ Շնորհակալություն Արթուր ջան, բոլորով միասին, բոլորով միասին։ Մենք շատ շնորհակալ ենք Աստծուց, որ դուք կաք մեր կյանքում։ Փառք Տիրոջը։ Աստված պահապան Արթուր ջան։ Աստված ձեզ օգնական լինի, միշտ ձեզ հետ լինի, ձեզ քաջ առողջություն եմ մաղթում Տեր Հայր ջան։ Շնորհակալ եմ։ Անուն Հոր եւ Որդու եւ Հոգուին Սրբո ամեն։ Իմաստություն Հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, բարին խորհել, խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ։ Եվ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից բրգիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Ամեն։ Ամեն Արթուր ջան։ Տեր Հայր ջան, քանի որ Ծաղկազարդին ընթառաջ ենք հիմա նկարում այս հաղորդումը, կուզեի որպեսզի զրուցեինք Ծաղկազարդի շուրջ եւ կուզեի որպեսզի բացատրեիք մեր ունկնդիրներին, թե իմաստը որն է Ծաղկազարդի եւ ինչ տոն է դա նշանակում եւ ինչու ենք մենք նշում այսպես մեծ շուքով, ոնց որ ասում են, sense գեղեցկությամբ եւ ճյուղեր են բաժանում եւ այդ ամեն ավանդույթը եւ ամեն ինչը բացատրեիք մեր ունկնդիրներին, եթե կարելի։ Լավ, Արթուր ջան, շնորհակալ եմ։ Ուրեմն մեծ պահքի 40 օրերը, որ սկսվում են, վերջանում է Ծաղկազարդով եւ Ծաղկազարդից սկսվում է արդեն ավագ շաբաթը, մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին 7 օրերի պատմությունը։ Տոնը ավագ շաբաթ, ասում է շաբաթ օրվանից Ղազարոսի հարության տոնով են սկսում, որ Հիսուս գիտեք արդեն երկրավոր կյանքի ընթացքում վերջին ամիսներն էր ապրում, վերջին շաբաթները միշտ անդադար հիշեցնում էր
որ մարդու որդին պիտի գնա Երուսաղեմ, պիտի չարչարվի, խաչվի, որովհետև դա է գինը մարդկության փրկության։ Եվ կամաց Հիսուս մոտենում էր Երուսաղեմ քաղաքին, մինչ այդ Հիսուսը մի քանի անգամ Երուսաղեմում եղել էր, այցելել էր, բայց այս անգամ արդեն իբրև թագավոր պիտի գար ցույց տալու իր ով լինելը։ Մեծ պահքի ընթացքում այդ բուն բարեկենդանից, երբ որ սկսում ենք, նախ բուն բարեկենդանը, որ մարդու երջանիկ կյանքի օրերի հիշեցնումն է, որ մարդը ինչքան երջանիկ էր Աստծո հետ, ինչքան խաղաղ էր, ինչքան մեծ շնորհներ ուներ Տիրոջից։ Երկրորդը արտաքսման կիրակին, որ մեղքի պատճառով մարդը զրկվեց Աստծո ներկայությունից, արտաքսվեց մեղավոր աշխարհի մեջ ապրելու։ Երրորդ կիրակին անառակի կիրակին էր ցույց տալու համար, թե հոր տնից հեռու մարդ ինչ մեղքի մեջ կարող են գնել եւ մեղքի պատճառով նույնիսկ ծառա դառնալ, ինչպես որ անառակ կրծեր անառակը օտար երկրում այդ իշխաններից մեկի ձեռքը, որ փոխաբերական իմաստով սատանան էր, նրա ձեռքում ծառա դարձավ։ Չորրորդ անիրավ տնտեսի կիրակին, որ Աստված մեզ անպայման հաշվետվությամբ պիտի կանչի, մենք հաշիվ պիտի ներկայացնենք մեր ապրած կյանքի օրերի գործերի համար, ցույց տալու համար, որ մահից հետո ապաշխարություն չի լինելու, դու տես երկավոր կյանքի ընթացքում պատրաստ ես։ Հինգերորդը անիրավ դատավորի կիրակին էր հիշեցնելու համար, որ առանց աղոթքի քո հոգին չի կարող փրկություն ունենալ, քո հոգին պիտի այրիացած լինի, այրիկինը պիտի անդադար, որ հոգին է, պիտի թակի դուռը արդարություն պահանջելով, եթե աղոթես կարող ես հասնել։ Եվ 6-րդը արդեն գալստյան կիրակին, որ Տիրոջ թե առաջին, թե երկրորդ գալուստն էր, եւ ինչպես է ավարտում գալստյան կիրակի ավետարանը, ասում եմ, չեք տեսնելու մինչև որ չասեք, որ գալիս է նա, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Այսինքն Տերը արդեն հանդիսավորապես իբրև թագավոր մուտք էր գործելու Երուսաղեմ։ Ծաղկազարդ ինքը կոչվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ։ Եվ Բեթանիայում, երբ որ հարություն տվեց Ղազարոսին, որ 4 օրվա մահացած էր, եւ արդեն ինչ արեց, իր աշակերտներին ուղարկեց, ասելով գնացեք, որ կմտնեք Երուսաղեմ, այնտեղ կտեսնեք կապված էշը իր ավանակի հետ, կբերեք, եթե հարցնենք, ասեք Տիրոջը պետք է իրեն կտան։ Եվ առաքյալները գնացին, նույն ձևով արեցին, եւ Հիսուս արդեն նստած էշի վրա, փառավոր մուտք գործեց Երուսաղեմ, եւ բոլոր ժողովուրդը դուրս եկավ, իրենց զգեստները փռեցին Հիսուսի ոտքերի տակ, արմավենու հետ զիթենու ճյուղերը կտրտեցին, բերեցին, փռեցին Հիսուսի ոտքերի տակ եւ ինչ էին աղաղակում. Օվսաննա, օրհնյալ է, որ նա գալիս է Տիրոջ անունով։ Ավանակի վրա նստելը եւ էշի վրա նստելը խորհրդանշում էր հրեա ժողովրդին, էշը, իսկ ավանակը արդեն հեթանոց ժողովրդին, որ Տերը գալիս էր երկուսին փրկելու համար։ Հիմա կարող է հավատացյալների մեջ հարց առաջանալ, թե ինչու Հիսուս ձիով չեկավ, այլ ավանակի վրա նստած եկավ։ Գիտեք, որ ձին ինքը պատերազմի խորհրդանիշն է, թե դու ձիով մոտենում ես քաղաքին, նշանակում է դու եկել ես պատերազմել, բայց քանի որ Տերը խաղաղության թագավորն էր, խաղաղության իշխանն էր, ինքը խոնարհությամբ էշի վրա նստած եկավ, որպեսզի իբրև հոգիների թագավոր, որ ինքն էլ ասում էր իր թագավորությունը այս աշխարհից չէ, գալիս էր մեր թագավորությունը, իր թագավորությունը մեր սրտերում հաստատելու համար։ Եվ ինչ արեց Հիսուս։ Հիշում եք, երբ որ իջավ, առաջին բանը գնաց միանգամից ուր Երուսաղեմի տաճար, չէ, գնաց տաճար եւ այնտեղից աղավնավաճառներին, լումայափոխներին, բոնացած առևտրականներին մաքրեց, ասելով, որ գրված եմ հորտունը աղոթքի տուն պետք է լինի։ Այսինքն խորհրդավոր իմաստով տաճարը մեր սիրտն է, որ Տերը գալիս է մեր սրտի մեջ բնակվելու եւ մեզ ասում է, որ այս սրտի մեջ բազում աղբեր կան, մաքրեք այս աղբը, որտեղ այս սիրտը պետք է Տիրոջը պատկանի։ Եվ այդ ժամանակ էր, որ հրեաները մոտեցան, ասել որ քո այս ժողովրդին լռեցրու, եւ Հիսուս ասում է, թե այս մարդիկ լռեն, քարերը կաղաղակեն, եւ Երուսաղեմում, որտեղ որ մեր հրեշտակապետած վանքն է, եւ որ եղել է նաև Կայափայի տան տեղն այդ հատվածում է կառուցված, այնտեղ այդ քարերը կան ավանակի տեսքով, որ քարերը աղաղակել են Օվսաննա, որ գալիս է Տիրոջ անունով։ Ուրեմն Հիսուս մինչև այդ, որ ցույց չէր տալ իր Աստված լինելը, ցույց չէր տալ իր թագավոր լինելը, Մեսիա լինելը, առաջին անգամ արդեն Երուսաղեմ հանդիսավոր մուտք գործելով հայտարարեց, որ ինքն է խոստացված փրկիչը, որ գալիս է մարդկանց փրկելու։ Օվսաննա, որ հռչակում էին Օվսաննա, կարող ենք իմանալ դրա իմաստը ինչ է։ Օվսաննա նշանակում է օրհնյալ է Աստված։ Ուղարկեց ավանակի հետևից, դա եւս մարգարեություն էր, որ պետքա կատարվեր։ Որևէ բան, ինչ որ Հիսուս արել է, պատահականություններ չկա։
Հիսուս ինքը նախ օրենսդիրն էր, չէ, ինքը բոլոր օրենքները ինքն էր հաստատել եւ ինքը բոլոր օրենքները կատարեց, որպեսզի հանկարծ չասեն, որ դու օրենքները խախտում ես։ Օրինակի Հիսուսի ծննդյան ժամանակ Հիսուս թլպատվելու կարիք չուներ, բայց քանի որ ինքը օրենքն էր հաստատել, ինքն նաև այդ օրենքը կատարեց, օրենքի համաձայն 40-րդ օրը գնացին տաճար ընծայվելու, օրենքի համաձայն, որ ինքը դարձավ 12 տարեկան, ծնողները առաջին անգամ նրան Երուսաղեմ բերեցին։ Ինքը ամեն տարի գալիս էր Երուսաղեմ ուխտի, որովհետև պարտավոր էր, որ ամեն հրեա իր տարվա մեջ գոնե մեկ անգամ, եթե աղքատ ընտանիք էին, գոնե մեկ անգամ Երուսաղեմ այցի պիտի գային։ Եվ Հիսուս այդ բոլոր օրենքները պահել ու պահպանել էր, նույնն էլ այս օրինակով, սա պատահական չէ։ Տեսեք, ասում եմ, երբ որ հարցնեն ինչի համար եք արձակում, կասեք Տիրոջն է պետք։ Եվ մարդիկ լուր տվեցին, այսինքն ամեն ինչ նախատեսված էր նախորդ, որ ինչպես որ Տերը ասում է, այդպես է պիտի լինի։ Եվ ամբողջը մարգարեություն, ասում է ուրախացիր դուստր Սիոնի, քո թագավոր ահա գալիս է քեզ։ Դա էլ մարգարեության իրականացումն էր։ Նաև կուզենայի, որպեսզի մի քիչ բացատրեիք, թե ինչպես է նշում մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին այս տոնը։ Մեծ պահքի ընթացքում բուն բարեկենդանի նախորդ երեկոյան Արթուր ջան, եկեղեցիների վարակույրները փակվում են։ Եկեղեցին մտնում է ապաշխարության եւ սուգի մեջ, որ մարդը պահեցողությամբ, աղոթքներով, ինքնախոստովանությամբ, մեղքերի խոստովանությամբ արդեն իրենց խոստովանահայրերի կամ քահանաների առջև մաքրությամբ պատրաստում ենք Հիսուս Քրիստոսի դիմավորելու։ Եվ շաբաթ երեկոյան արդեն մինչև այդ ընթացքը, մինչև ծաղկազարդ եկեղեցու վարակույրները որ փակ են, նաև սուրբ հաղորդություն չենք կարող ստանալ։ Ինչպես որ երկինքը փակ է, որ մինչև մենք չապաշխարենք չենք կարող մտնել երկնքի արքայություն, այնպես էլ մինչև ծաղկազարդի նախորդ երեկոն վարակույրը փակ է լինում։ Արդեն երեկոյան բացվում է եկեղեցիների վարակույրները եւ շաբաթը արդեն կիրակի օրը ծաղկազարդի առավոտը մենք հանդիսավոր տոնական պատարագ ենք մատուցում։ Սկսում են օրը ժամերգություններով, պաշտամունքով, որտեղ առավոտյան ժամերգության մեջ նաև անդաստանի կարգ է կատարվում, մենք օրհնում ենք ուռենու ճղերը, դրա հետ մեկտեղ նաև օրհնում ենք աշխարհի ծագերի բոլոր, քանի որ գարուն է արդեն, բերք ու բարիքը, որ Տերը օրհնված պահի, որովհետև ոչ միայն մարդիկ են պարտավոր գովերքել Աստծուն փառաբանել, այլև բնությունը ինքը եւ այդ ճյուղերի, երբ որ բերեցին ժողովուրդը արմավենու ճյուղերը, ձիթենու ճյուղերը, Հայաստանում արմավենի ձիթենի այդպես շատ չի լինում, դրա համար մենք ուռենու ճյուղն ենք օգտագործում, բերում ենք ցույց տալու համար, որ երկինքն ու երկիրներ են գալիս քեզ երկրպագելու եւ Դանիելի մարգարեության մեջ օրհնեցեք ծառեր, քամիներ, ջուն, սառույց, եղմյամ, անասուններ, մարդիկ, այսինքն ամեն բանի հրավիրում է Տիրոջ օրհնելու եւ փառաբանելու։ Այս օրինակով, որ երկինքն ու երկիրը դիմավորում է իր արարչին։ Սրա համար է։ Եվ ծաղկազարդի երեկոյան արդեն կատարվում է դռնբացեքի արարողությունը, շատ գեղեցիկ արարողություն է, որտեղ քահանան զգեստավորված խորանի հետևում վարակույրը փակ, այն ժամանակ եկեղեցուդ կամ եկեղեցու դուռն են փակում, ժողովուրդը որ գավիթ կա, գավիթում են հավաքվում, աղոթներով խնդրում են ասելով բաց մեզ Տեր, բաց, քո ողորմության դուռը բաց մեզ, ներսից քահանան իբրև Աստծո ձայն հարցնում է, արդյոք պատրաստ եք մուտք գործել այստեղ, ներքևից ժողովուրդը պատասխանում է, ինչքան որ մեր մարդկային տկարությունը թույլ է տվել, մենք պատրաստվել ենք։ Եվ հարց ու պատասխանից հետո շարականի երգեցողությամբ քո ողորմության դուռը բաց մեզ Տեր, բացվում է եւ ժողովուրդը հանդիսավոր մուտք է գործում եկեղեցի։ Սա էլ խորհրդանշում են պահ, երբ որ Աստված երկինքի դուռը փակեց, հիշում ես, հրեշտակին սուրը ձեռքին կանգնացրեց, ասելով որ մինչև որ մարդիկ չապաշխարեն չեն կարող մտնել, այդ օրինակով մեր 40-օրյա պահեցողությունը, որ ապաշխարությամբ, խոստովանությամբ էր, մենք արդեն իրավունք ենք ստանում մտնելու Տիրոջ ուրախության մեջ։ Ինչ գեղեցիկ արարողություն է։ Շատ ավագ շաբաթվա հեսա քիչ հետո կխոսենք, տարվա ամենագեղեցիկ օրերն են, ամենախաղաղ, ամենաերջանիկ, որ դու ամբողջությամբ, ամբողջ շաբաթը առանց դադարի դու Տիրոջ ներկայության մեջ ես լինում։ Դրանից ավելի գեղեցիկ, խորհրդավոր ժամանակաշրջան մարդը տարվա մեջ չի կարող գտնել իր կյանքի համար։ Իսկ շաբաթ երեկոյան ժամերգություն է լինում ծաղկազարդից առաջ։ Ինքը կոչվում է Ղազարու հարության տոն, շաբաթ երեկոյան համբարձի շարականի ժամանակ արդեն եկեղեցու վարակույրը բացվում է եւ արդեն որպեսզի պատրաստվենք պատարագի հանդիսավոր արարողության արդյունքան։ Նույնիսկ ամսի 7-ը ավետման տոնն էր, քանի որ ավետման տոնը անշարժ տոն է, նույնպես խորանի վարակույրները բացվում են, բաց պատարագ է մատուցվում։ Ու նորից կոչվում է
Այո, նորից երեկոյան ժամերգությունից հետո փակվում է, մինչև որ տեղի կունենա հարությունը։ Իսկ եթե հանկարծ ավետման տոն ավագ շաբաթվա մեջ հանդիպի, օրինակ Արթուր ջան, եթե ավագ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, մենք բաց պատարագ պիտի մատուցենք։ Իսկ եթե հանկարծ պատահի ավագ հինգշաբթից մինչև հարության օր, արդեն ավետման տոնը դառնում է երկրորդական, որտեղ հարության տոնը ավելի գլխավոր է դառնում մեզ համար։ Մենք ավետման պատարագ չենք մատուցում։ Ավետման պատարագը դա կատարվում է ապրիլի 7-ին Ապրիլի 7-ին ինքը անշարժ տոն է։ եւ իմաստը ավետման իմաստը Հիսուս կուզեի որպեսզի Քրիստոսի ծննդյան ավետիսը բարի լուրն է, որ Գաբրիել հրեշտակապետը երևաց Աստվածամորը ասելով ուրախացիր ով շնորհընկալ, որովհետև Տերը քեզ հետ է, եւ այդ աղջնակին Աստված ընտրել էր աշխարհ գալու եւ Աստվածամայրը մեր փոխարեն պատասխանեց ասելով ահավասիկ մնում եմ Տիրոջ խոնար աղախինը եւ Հիսուսին իր արգանդի մեջ 9 ամիս կրելով ծնեց եւ աշխարհի փրկչին պարգևեց մեզ մայրության տոնն է, որովհետև Աստվածամոր օրինակով մեր բոլոր մայրերի օրհնության օրն է, որովհետև բարի ավետիս է։ Եվ այն ինչի Աստված տվեց Ադամին, որպես ընկեր, որպես բարեկամ, որդեծնության, միավորության համար։ Այսինքն կյանքը կնոջով է սկսվում եւ Աստված հիշում եք Աստվածաշնչում գրված է ասում է Ադամը իր կնոջը կոչեց կյանք, որովհետև այդ պայծ սկսված իր կյանքը ուրախությամբ լցվեց եւ Աստվածամայրը դարձավ Աստծո արարչագործության Եվան, հետո էլ Աստվածամայր արդեն մեզ համար Աստծո արարչագործության շարունակություն է։ Ծննդաբերության միջոցով զավակ ծնելով մենք Աստծո արարչագործության շարունակությունն ենք անում, այսինքն Աստված միշտ շարունակում է մնալ արարչագործության մեջ, արարում է ամեն օր որդեծնության միջոցով։ շատ գեղեցիկ է։ Ես կուզենայի որպեսզի նաև մի քանի հարց տայի երեխաների պահով, քանի որ ծաղկազարդին երեխաները շատ մեծ մասնակցություն են ունենում մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցում, կուզենայի որպեսզի այդ իմաստավորումն էլ բացատրեիք մեզ։ Քանի որ այդ օրը բոլորը դուրս եկան, հատկապես ասում եմ ծերերը, տղաները, երեխաները բոլորը դուրս եկան դիմավորելու մեր եկեղեցում Վեհապար Հայրապետը ծաղկազարդը նաև հռչակել է երեխաների օրհնության օր։ Մենք այդ օրը երեխաներին շատ-շատերը ժողովուրդը հենց այդ օրը հատկապես բերում են եկեղեցի Տիրոջը դիմավորելու համար եւ օրհնություն ստանալու։ Տերը, որովհետև տեսանյութերեն գալիս է, օրինակ Հիսուսը որ 40-օրական Տյառն առաջին եկավ տաճար, շատ-շատերը չիմացան, չէ, քիչ մարդ իմացավ, որ փրկիչը ծնվել է, եկել է աշխարհ, բայց արդեն ծաղկազարդին Տերը հանդիսավոր, Թագավորը գալիս է, փրկիչը գալիս է եւ բոլորը ընթառաջ են գնում, հատկապես ինչու երեխաները, Արթուր ջան, որովհետև երեխաները մեր օրինակն են, թե մենք ինչպես պետք է, օրինակ երեխաները շատ մաքուր են, շատ ազնիվ են այդ հարաբերությունների մեջ, իրենք երբեք իրենց սրտերի մեջ չարություն, ատելություն չեն պահում եւ Հիսուսը ասում է մինչեւ երեխաների պես չլինեք, չեք կարող ինձ տեսնել, այսինքն մարդը պետք է երեխային տեսնելով ինքը փորձի ինչքան էլ հասակ, օրինակ ես եւ դու արդեն 40-ն անցել ենք, բայց հայրերից մեկն ասում է ինչքան որ մեծանաք աշխատեք միշտ սրտով երեխա մնաք 2-3 առավելագույնը 4 ավել չմեծանաք ինչու որովհետև այդ սուրբ սրտի մեջ է որ Աստված միշտ բնակվում է եւ եթե դու երեխայի պես այդ մաքուր սիրտը չունենաս դու չես կարող Տիրոջը դիմավորել տես երեխային երբ որ դու հարված ես վիրավոր ես նեղացնես մեկ ջերմ խոս մեկ համբույր ինքը մոռանում է միանգամից քո հասցրած ցավը այդ մենք մարդիկն ենք մեծերը որ տարիներով կարող ենք այդ վիրավորվածությունը պահել, խռովել, երբևէ չշփվել այդ մարդու հետ, բայց երեխան մի անգամից մոռանում է ցույց տալու համար, որ դուք էլ երեխայի պես պետք է այդպես վարվեք ձեր կյանքի մեջ, որպեսզի Քրիստոսին դիմավորեք եւ ծաղկազարդին երեխաներին տանել, այդ հյուսված պսակները դնում ենք երեխաների գլուխներին, ցույց տալու անմեղությունը, նաեւ պսակը երկնային, որ երբ որ դու երեխա պես մաքուր ունենաս, մաքուր սիրտ ունենաս, Տերը քեզ համար երկնային պսակին կաժանացնի, որ դու հավիտենական կյանքի մեջ տեղ ունենաս։ Տեր հայր ջան, կուզենայի մի քիչ էլ 40-օրյա պահքի մասին մի քանի բառ հարցնեի ձեզ։ Օրինակ, ասենք խոսքի օրինակը ին վրա բերեմ, խոսքի օրինակ պահք ես պահում, բայց ասենք սնունդով է պահքը միայն լինում, հոգևոր պահքը չես կարողանում պահես։ Ավելի լավ չէր լինի, ասենք, որ մարդիկ սնունդի պահք չպահեին եւ հոգևոր ավելի շատ կարդային, ավելի շատ աղոթեին, ավելի շատ Աստծո հետ շփվեին, քան սնունդով զբաղվեին ու մոռանային այդ ամեն ինչը։
մեծ պահքը ուտել չուտելու մասին չի, ինչ ուտես, ինչ չուտես, սա կարելի է, սա չի կարելի։ Շատ կարևոր է այդ հոգևոր խորհրդածությունը, այսինքն եթե դու Աստվածաշունչ չես ընթերցելու, կանոնավոր եկեղեցի չես գնալու, մեղքերիդ խոստովանությունը չես անելու, այդ ուտելիքի պահեցողությունը միայն դառնում է դիետայի պես, որոշակի քաղցրամ ուտելիքներից քեզ զրկում ես, բայց դու հոգևոր աճ չես ունենում։ Իսկ պահեցողությունը հոգևոր աճի մասին է, որ մարդը իր մեղքերը տեսնի, ոչ թե ուտելու վրա կենտրոնանա, այլ իր մեղքերի վրա կենտրոնանա, իր մեղքերից մաքրվելուն անդրադառնա։ Հիսուսը ինչ է ասում, այն ինչ որ մենք ուտում ենք, դա չի պղծում մարդուն, այն ինչ որ դուրս է գալիս մարդու բերանից, դա է պղծում մարդուն։ Եթե դու պետք է պահք բայց ամեն օր քո շուրթերից հայոյանք դուրս գա, չարախոսություն, բամբասանք, անեծք, նզովք, սխալ արտահայտություններ պիտի անես, շատերին գայթակղության պատճառ պիտի դառնաս, այդ քո ուտելիքը պահեցողության ոչ մի արժեք չունի։ Դու պետք է, ինչպես որ այսինքն ուտելիքը ինչի համար է դրված խիստ պահեցողությունը։ Պահեցողությունը մեզ սովորեցնում է կարգապահություն, այսինքն որպես դու ոնց որ մտածում ես ամեն վայրկյան ճիշտ անես, որ այդ ուտելիքի կարգ ու կանոնը չխախտես, այդպես էլ շատ զգոն լինես մեղք չգործելու համար, որպեսզի ուշադիր լինես, քննես, անդադար քես, որպեսզի մեղքը քո կյանքի մեջ տիրական վիճակ չդառնա, այլ մեղքից մաքրվես։ Եվ այս 40 օրական ճանապարհորդությունը հենց ապաշխարության ճանապարհորդություն է, նախ քո մտածելակերպի փոփոխություն, կենցաղի փոփոխություն եւ վերջապես դարձ դեպի Աստված։ Ես շատ մարդկանց եմ հիմա տեսնում, որ պահք են պահում, բայց իրենց երբեք եկեղեցում չեմ տեսնում։ Ոչ էլ իրենց աղոթքն եմ տեսնում, ոչ էլ իրենց նվիրում եմ տեսնում, իրենց ապաշխարությունն եմ տեսնում։ Միայն ուտելիքի պահք են պահում։ Դու դրանով Աստծուն լավություն չես անում։ Դու կարող ես տարվա մեջ ցանկացած օր շատ այսօր մարդիկ կան, որ միշտ չեն ուտում ընդհանրապես, իրենք բուսակերներ են, իրենց ամբողջ տարվա մեջ պահքի մեջ են։ Հիմա ինչ անենք, իրենք աստվածահաճո կյանքով են ապրում, իհարկե ոչ։ Այնպես էլ մարդ է, որ ինքը հատկապես այնպես եկեղեցի եմ գնում, ես հավատում եմ, հատկապես շեշտն, որ ինքը քրիստոնյա է, բայց միայն կերակրի պահքն է պահում, ուրիշ ոչ մի բան չանում, լավ է չպահել այդ պահքը։ Դրա համար էլ Եզնի կողբացուսեմ ամենասիրած խոսքն է, ասում է մեր բերանները հոտեցին պահպայելուց, մեր շուրթերը ցավացին աղոթք ասելուց, բայց մի քանի րոպե չդադարեցինք իրար միս ուտելուց։ Հիմա պահքի շրջան է Հայաստանում, ամբողջ աշխարհում, բայց ամեն օր ատելության խոսք կա, չարություն կա, ինքնակնդատություն կա, մեկը մյուսի կարծիքը չի հանդուրժում, մեկը մյուսի կենցաղը չի հանդուրժում, մեկի խոսքը չի հանդուրժում, անհարիր բառեր են գրում, անշնորհ բառերով համացանցում իրար վիրավորում են։ Հարամ է այսպիսի պահք, եթե դու հատկապես ասում ես ես պահք պահող եմ ու քրիստոնյա եմ։ Սա մեր ամբողջ տարվա համար է, ոչ թե մենք 40 օր պետք է մենք սուրբ լինենք։ Մեր կոչումը ամբողջ մեր կյանքի ընթացքում սուրբ լինելն է։ Մեկ օրվա քրիստոնյաներ չենք կամ 40 օրվա համար չենք մենք այսօր այստեղ։ Մենք մեր ամբողջ կյանքը ճանապարհորդություն է, ապաշխարությամբ, այս կյանքը օգտագործել Տիրոջը լինելու, հետ լինելու համար։ Այսօրվա աղոթքի մեջ առավոտյան ժամերգության ինչ գեղեցիկ տող ասում է, այնպես արա, որ մենք աշխարհիկ հոգսերից թեթևանանք եւ լցվենք քո սուրբ հոգու շնորհներով, որ այս անցողիկ կյանքը օգտագործենք Տեր քեզ հետ լինելու համար։ Այս անցողիկ կյանքի մեջ մենք ինչ որ անում ենք, ի ցույց մարդկանց չպետք է անենք։ Մենք այդ ամենը պետք է անենք Տիրոջ փառքի համար։ Ինչ որ անում ենք, ինչ որ խոսում ենք, ինչ որ գործում ենք, մենք Տիրոջ փառքի համար ենք անում, ոչ թե մեր փառքի համար։ Ուտելիք պահելով հպարտանալով դու ոչինչի չես հասնում։ Սատանան մի ամբողջ հավիտենություն պահքի ծոմի մեջ է չի քնում։ Հետո ինքը Աստծո դեմ է գործում, Աստծո ժողովրդի դեմ է գործում։ Մեր նպատակը անդրադառնալն է մեղքերին։ Եթե ուտելիքի չկա, նորից եմ ասում, Աստվածաշնչի ընթերցանություն, մեղքերի գիտակցություն, խոստովանություն, բարեգործություն, ողորմություն, այդ պահքը արժեք չունի։ Անցած անգամ իմ ծանոթներից մեկը ինձ ասեց, ես քեզ հետ չեմ վիճում, քանի որ ես հիմա ներկայությամբ պահքի մեջ եմ, բայց ես պահքը վերջացավ, քեզ հետ վիճելու եմ այս թեմայի շուրջ։ Հիմա օրինակ ինչ այդ մարդուն ես կարող եմ բացատրեմ, որ այդ մարդը հասկանար։ Եթե ինքը իրական պահք պահողա, պիտի անդրադառնար այդ ամեն ինչին, Արթուր ջան։ Նորից են, դու հիմա պահք ես պահում, երբեմն մարդիկ կան, ասում են, որոշել ենք այս 50 օրերի ընթացքում չծխել։ Կարծես թե մնացած բոլոր օրերին կարելի է ծխելը, այսքանի օրը չի կարելի։ Դա ամբողջ կյանքի համար, եթե քո մարմինը գիտակցում ես, որ սա քո տաճարն է, Սուրբ Հոգու բնակարանն է, ուրեմն այս տաճարը միշտ մաքուր պիտի լինի, ոչ թե 50 օր միայն պիտի մաքուր պահես։
Ինչ է նշանակում հիմա պահքեմ, հետո կվիճենք։ Վեճ անել պետք չի, կարող ենք զրուցել, խոսել, քննարկել, բայց վիճել երբեք չի կարելի։ Որտեղ վեճը հետո կբերի կռիվ, կռիվը կարող է բերել սպանության, սպանությունը կարող է բերել լիքը շատ վատ հետևանքների։ Բոլոր ամենավատ արարքները վեճերից են սկսվում։ Երբ որ մարդիկ կերած, խմած լինում են, եւ սկսում են հիշել ու վիճել իրար հետ։ Այո, դուք մեկ անգամ ինձ պատմել եք, ասել եք դրա մասին, որ երբ որ մարդ կուշտ է եւ կերած խմած է, միշտ դրա համար քեֆերին ու հարսանիքներին միշտ վեճեր ու կռիվներ են լինում։ Այո, արդյոք։ Զսպվածությունը, չափավորությունը մեզ կյանքում ամեն օր է պետք։ Շատ անհրաժեշտ է զգոն լինելը։ Դրա համար Հիսուս ասում է ամեն ժամ աղոթեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Եթե մարդը չի աղոթում, նորից եմ ասում, այդ պահած ուտելիքը արժեք չունի, ոչ մի արժեք չունի։ Պողոս Արաքյալն ասում է, չէ, եթե ես ամբողջ աշխարհը գրավեմ, բայց սեր չունենամ, ոչինչ է։ Եթե դու սեր չունես, ով ուզում ես եղիր, ինչ հարթության վրա ուզում ես ապրել, ինչ պաշտոնի, ինչ հարստության տեր ուզում ես, եթե դու սեր չունես քո նմանի հանդեպ, այդ ամենը արժեք չունի։ Այո։ Դե Շավարժ ջան, եւս մեկ հարց էին տվել մեր ունկնդիները ինձ։ Ամեն անգամ այս հարցը տալիս են, ես էլ մի երկու անգամ ձեզ հարցը տվել եմ, բայց մարդիկ ուզում են իմանան, ինչպես ընտրեն խոստովանահայր, ինչպես խոստովանահորը կարողանան վստահել, մարդիկ վստահություն չունեն, շատ են ուզում հասկանան, ինչպես կարողանան վստահել դիմացի քահանային, որպեսզի պատմեն իրանց մեղքերը։ Արթուր ջան, մարդ ինքը պիտի եկեղեցու մեջ լինի, որ հասկանա, ինչպես այդ ամենը պետք է անել։ Նախ սկսենք նրանից, որ երբ որ քեզ պետք է լավ բժիշկ, դու գնում ես, գտնում ես այդ լավ բժշկին, այնպես էլ քո խոստովանահայրը պիտի լինի, բայց երբ որ մենք գնում ենք բժշկի մոտ, մենք չենք նայում բժշկի բարոյական կողմերը, չենք նայում բժշկի ապրած կենցաղը, մեզ իր մասնագիտական գիտելիքներն են հետաքրքրում։ Քահանայի պարագային մի քիչ այլ է։ Մենք ինչու ենք վախենում, որտեղ մեզ թվում է թե քահանան, երբ որ մեր մեղքերի մասին իմացավ, իրենք խայտարակ կլինեն, ամոթով կլինեն, իրենք այլևս չեն կարող եկեղեցի գնալ։ Դա նույն բան է, որ դու հիվանդանաս, ամանչես բժշկին ասել, որ խնդիր ունես, հատկապես ասենք ներքին օրգանների հետ խնդիրներ ունես ու չասես ոչ մեկին, այդ հիվանդությունը քեզ կամած մահվան պիտի տանի։ Այնպես էլ մեղքն է, մեղքը անտեսանելի փոշու պես նստում է քեզ վրա։ Եթե դու չես մաքրում քո վրայից, ինքը կամած կեղտի է վերածվում, կեղտը հետո բաց վերքեր է քո վրա առաջացնում, հետո դա էլ քեզ տանում է դեպի մահվան։ Հիմա որպեսզի խոստովանահայր ունենաս, քո հոգևորականին պետք է ընտրես, ում հետ քո ճանապարհ անցնես եւ նրան պիտի վստահես քո բոլոր գաղտնիքները առանց վախենալ եւ առանց ամանչելու։ Չպիտի հոգևորականից ամանչես եւ ոչ էլ վախենաս։ Եթե հոգևորականից վախենում ես, ամանչում ես մեղքերդ խոստովանել, մտածելով մարդիկ իմանան, բայց չէ որ քո մեղքերը Աստված գիտի։ Բայց Հիսուս էլ ասել է մեզ, ինչ որ կապեք այս երկրի վրա, կապված լինի երկնքում, ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված լինի երկնքում։ Մեղքի խոստովանություն այն է, որ քահանան վերջում մարդու խոստովանանքին արձակում է տալիս, իրեն ազատում է այդ մեղքերից, ինքը այլևս այդ մեղքերի կրողը չէ։ Եթե այդ արձակումը չունես, այդ մեղքերը քեզ տարիներով պիտի հետապնդեն եւ քեզ զրկեն հավիտենական կյանք մուտք գործելուց։ Դրա համար մարդը ինքը պիտի եկեղեցի գնա, տեսնի, միայն տարվա մեջ մեկ կամ երկու անգամ եկեղեցի գնալով, հատկապես այսօր համացանցի մեջ ամեն տեսակ սուտ ու կեղծ լուրեր են տարածվում հոգևորականների մասին, մարդիկ այլ կարծիք են կազմում հոգևորականի մասին։ Չի կարող բոլորը վատ լինեն, հնարավոր չէ, որ բոլորը սխալ կյանքով ապրելուց լինեն։ Ինչ է ասում Պողոս Արաքյալը, ասում է Աստված ինչու չտվեց քահանայությունը հրեշտակներին, որովհետև հրեշտակները երբեք չէին ների մեզ, որովհետև իրենք սուրբ են, անարատ են եւ իրենք էլ ուզել են, որ այդպես լինի։ Տվեց մարդուն, որովհետև մարդը քահանայությունը կրելով ինքն էլ մեղքի մեջ լինելով հասկանում է դիմացին, այդ բուժումը տալիս է։ Բայց մեր ճշմարիտ քահանապետը Հիսուս Քրիստոս ինքն է, որ այդ քահանայի միջոցով մենք պիտի մոտենանք Քրիստոսին։ Մեր մաքրությունը կախված այդ արձակումից։ Եթե չարձակվի քո մեղքը քեզ, այդ մեղքի կրողն ես մնում։ Դրա համար մարդը, որ եկեղեցու մեջ լինի, ինքը այդ հոգևոր աճ ունենա, ինքը երբեք էլ չի ամանչ։ Հիմա մենք չասեմ քահանայի խոստովան, ուրիշ օրինակ բերեմ Արթուր ջան։ Մենք ավելի շատ
ումից ենք ամաչում, մեր հարևաններից, բարեկամներից, ծանոթներից, որ հանկարծ մեր սխալների մասին չիմանան, բայց շատ քիչ ենք ամաչում, որ Աստված տեսավ այդ ամենը։ Հիմա այս տանը մենակ նստած եմ, մի վատ ֆիլմ դնեմ նայեմ, ոչ մեկ չի իմանալու, չէ՞, ասենք անշնորհ էրոտիկ բնույթի մի ֆիլմ դնեմ նայեմ, ով պիտի իմանա։ Մարդիկ չեն իմանալու, ես էլ ապահովեմ, բայց մեկը կա, որ ինձ երկնքից նայում է։ Հիմա այդ մեղքը չխոստովանեմ, որ չգնամ, ասեմ, ես այս բանը նայել եմ, արել եմ, այդ մեղքը ինձ պետք է իմ մեջ մնա, հետո դա պետք է մոտ ցանկություն առաջացնի, հետո այդ ցանկությունը մեղքի պիտի վերածվի, Արթուր ջան։ Դրա համար շատ կարևոր է ունենալ այդ մեկին, ով քո հոգևոր դաստիարակը կլինի։ Մի նայեք մարդիկ այդ հոգևորական մասին ինչ են խոսում, ինչ են ասում, շփվեք այդ մարդկանց հետ, կարող է շատ լավ բաներ հայտնաբերեք այդ մարդկանց մեջ։ Երբեմն մենք հասարակությունն է մարդուն այդպեսին դարձնում։ Դրա համար Պողոս Առաքյալը Տիմոթեոսին ուղղված իր նամակի մեջ ասում է. կգա ժամանակ, որ մարդիկ կգնան, կգտնեն այնպիսի քարոզիչների, այնպիսի հոգևորականների, ովքեր իրենց ականջներին հաճելի խոսքեր կխոսեն, այսինքն մեղքի մասին չեն խոսի, ապաշխարության մասին չեն խոսի, հանցանքի մեջ չեն մեղադրի, որ այդ արածդ մեղք է, եւ այդպիսով սուտ սխալ ուսմունքի մեջ հայտնվելով կգնան կործանման։ Դրա համար ինչքան որ շուտ գտնես այդ ճանապարհը քո փրկության, այնքան ավելի լավ կլինի քո հոգու գեղեցկության համար։